Անցած անգամ քննարկեցինք Weierstrass-ի թեորեմը, եկեք հիշենք ինչ էր ասում։ Ուրեմն եթե ունենք ունի պարզ ձևով, եթե պարզ տարբերակը եթե քննարկենք, եթե ունենք ինչ որ տիրույթների հաջորդականություն, որոնք աճում են, ու այս տիրույթների վրա ունենք սահմանված անալիտիկ ֆունկցիաներ, եթե այս օմեգա տիրույթի վրա ունենք սահմանված մի ֆունկցիա, ու եթե fn-ը ձգտում է f-ի հավասարաչափ, կոմպակտ ենթաբազմությունների վրա, ապա f-ը նույնպես կլինի անալիտիկ եւ ավելին կարող ենք ասել, որ f-ի ածանցյալը կլինի fn-ների ածանցյալների սահմանը։ Այստեղ որպեսզի սա ունենանք ամբողջ օմեգայի համար, պետք է ունենանք, որ օմեգան հավասար է այս օմեգաների միավորման։ Մի հետևանք, որ տեսանք սրանից, նա էր, որ կամայական f-ի համար անալիտիկ f-ի համար անցած անգամ տեսանք, որ կարելի է f-ը ներկայացնել որպես իր Թեյլորի շարքի, որպես Թեյլորի շարք, այսինքն կարելի է գրել Թեյլորի շարքի միջոցով, ու որը այս ներկայացումը ճիշտ կլինի կամայական z-ի համար, այնպիսին, որ եթե դիտարկենք z0-ն, ունենք մեր օմեգա տիրույթը, գոյություն ունի մի շրջան, ամբողջությամբ օմեգայի մեջ, այնպիսին, որ դա պարունակում է z-ին։ Այսինքն ակամայական z-ի համար, որի համար գոյություն ունի մի շրջան, z0 կենտրոնով, որը ամբողջությամբ օմեգայի մեջ է ու որը պարունակում է z-ին։ Եկեք մեկ ուրիշ հետևանք քննարկենք Weierstrass-ի թեորեմի Հուրվիցի թեորեմը։ Ենթադրենք, որը ուսումնասիրում է անալիտիկ ֆունկցիաների զրոները, ենթադրենք ունենք անալիտիկ ֆունկցիաներ օմեգայի վրա, ու ենթադրենք սրանցից ոչ մեկը 0 արժեքը չի ընդունում օմեգայի մեջ։ Ինչ կարող ենք ասել սահմանի մասին։ Այսինքն ենթադրենք սրանք ձգտում են ինչ-որ մի f ֆունկցիայի հավասարաչափ, կոմպակտ ենթաբազմությունների վրա։ Եկեք ցույց տանք, որ ապա կամ f-ը նույնական 0 ֆունկցիան է, ամենուրեք 0 է, կամ f-ը նույնպես երբեք 0 չի։ Դե եթե f-ը նույնական 0 ֆունկցիան է, անելու բան չունենք, իսկ եթե f-ը նույնական 0 ֆունկցիան չի, ապա ինչ կարող ենք ասել։ Կարող ենք ասել, որ f-ի 0-ները իզոլացված են։ Այսինքն եթե հիմա վերցնենք ինչ-որ մի 0, կամ ինչ-որ մի կետ վերցնենք, կամայական, կկարողանանք միշտ մի շրջան վերցնել այս կետի շուրջ, այնպես որ այս շրջանում f-ը չունի ոչ մի 0, բացի գուցե z0 կետից։ Այսինքն եթե z0-ն 0 չէր, ապա կարող ենք մի շրջան վերցնել, որ ընդհանրապես f-ը 0-ներ չունենա, իսկ եթե z0-ն 0 էր, քանի որ 0-ները իզոլացված են, կարող ենք մի շրջան վերցնել, որ ուրիշ 0 չլիներ։ Կամայական z0 եթե վերցնենք օմեգայից, գոյություն ունի մի շարավիղ, այնպիսին, որ ինչ z-էլ վերցնենք, այսինքն այնպիսին, որ z հանած z0-ն փոքր կամ հավասար r, այս դիսկը ամբողջությամբ լինի օմեգայի մեջ, ու կամայական z եթե վերցնենք, որը z0-ն չի, բայց z-ի 0-ից հեռավորությունը ամենաշատը r է, fz-ը հավասար չէ 0։ Այսինքն այս դիսկի վրա f-ը ունի ամենաշատը 1 0, ու դա հենց z0 կետն է։ Մենք ֆունկցիայի զրոների քանակը հաշվել գիտենք, ֆունկցիաների զրոների քանակը կարող ենք հաշվել հետևյալ կերպ. 1-ը բաժանած 2πi ինտեգրալ f ածանցյալ z բաժանած fz դե z։ Եկեք այս շրջանի
շրջանագիծը նշանակենք c-ով, եթե s ինտեգրալը հաշվենք, սա կհաշվի f-ի զրոների քանակը։ Այս c-ով սահմանափակված դիսկի մեջ, շրջանի մեջ f-ի զրոների քանակը կհաշվի։ Մենք ինչ կարող ենք ասել այս ֆունկցիայի մասին, այս c շրջանագծի վրա, f-ը 0 արժեքը այստեղ չի ընդունում, f-ը անալիտիկ ֆունկցիա է, Բայերշասի թեորեմից կարող ենք դա ասել, մենք անալիտիկ ֆունկցիա ունենք c-ի վրա, f-ը 0 արժեքը այստեղ չի ընդունում, այսինքն սա մասնավորապես անընդհատ ֆունկցիա է, հետևաբար մասնավորապես կարող ենք ասել, որ բացարձակ արժեքը եթե վերցնենք f-ի, սա c-ի վրա, քանի որ f անընդհատ ֆունկցիա է 0 արժեքը չի ընդունում, սա c-ի վրա կընդունի ինչ-որ մինիմում արժեք, եթե վերցնենք մինիմումը, երբ որ z-ը պատկանում է c-ին, f-z-ի բացարձակ արժեքը, սա միշտ գոյություն ունի, բայց կոնկրետ մեր դեպքում կարող ենք ասել, որ սա կլինի դրական, հավասար չի լինի 0-ին, հետևաբար եթե դիտարկենք այս ֆունկցիաները, մեկը բաժանած fn z, սրանք հավասարաչափ կձգտեն մեկը բաժանած fz-ի, ստեղից կարող ենք եզրակացնել նույնը սրա մասին։ Այս համալիչների համար կիրառում ենք Բայերշտրասի թեորեմը, այսինքն ստացանք, որ այս կոտորակը նույնպես զուգամիտում է հավասարաչափ, հետևաբար, եթե հաշվենք ինտեգրալները այս շրջանագծի վրա, ապա սրանք կզուգամիտեն f-ի ինտեգրալին։ Բայց սա հաշվում է fn-ի զրոների քանակը c-ի մեջ, սա էլ f-ի զրոների քանակը։ Բայց մենք ենթադրում ենք, որ fn-ները զրոներ չունեն, այսինքն սրանք հավասար են 0-ի, հետևաբար սա նույնպես հավասար է 0-ի, այսինքն f-ը 0 չունի այս շրջանի մեջ։ Մենք սա արեցինք կամայական կետով, հետևաբար f-ը չունի ոչ մի 0։ Այսինքն 0 չունեցող անալիտիկ ֆունկցիաների զամանը կարող է 0 ունենալ միայն այն դեպքում, եթե մենք այդ ֆունկցիաները փոքրացնում, ձգտեցնում ենք 0-ը։ Լավ, ուրեմն անցած անգամ նոր իջեցրեցինք, տեսանք, որ կամայական անալիտիկ ֆունկցիա կարելի է ներկայացնել Թեյլորի շարքի տեսքով։ Մասնավորապես, եթե ունենք ֆունկցիա, որ լրիվ է, այսինքն f-ը անալիտիկ է ամբողջ c-ի մեջ, ապա իրան կարող ենք ներկայացնել այս տեսքով ու սա ճիշտ կլինի, սա տեղի կունենա կամայական z-ի համար։ Այսինքն ինչ z0 կետեր վերցնենք, z0 կետում գրենք f-ի շարքը, Թեյլորի շարքը, ապա դա հավասար կլինի, այդ շարքը միշտ կզուգամիտի f-ի արժեքին z կետում, կամայական z-ի համար։ Եթե ունենք ֆունկցիա, որը անալիտիկ չի ամբողջ հարթության մեջ, ապա այս նույն պնդումը չենք կարող անել։ Եկեք դիտարկենք այն դեպքը, երբ որ ունենք ֆունկցիա, որը անալիտիկ է օղակի մեջ։ Ընդհանրենք f-ը անալիտիկ է, ասենք այս օղակի մեջ։ A կենտրոնով ու R1, R2 շարավորներով սահմանափակված օղակի մեջ։ Սա R1-ն է, սա R2-ն։ Այսինքն մենք ունենք անալիտիկ ֆունկցիա, այս տիրույթ։ Ինչ կարող ենք ասել նման ֆունկցիայի մասին։ Եթե վերցնենք կամայական z կետ, այստեղից, եկեք վերցնենք մի շրջանագիծ, որը այս օղակի մեջ է, բայց նաև պարունակում է z-ը։ Այսինքն վերցնենք մի R շարավոր շրջանագիծ։ Ու եկեք դիտարկենք հետևյալ ֆունկցիան, նշանակենք f1-ով,
1-ը բաժանած 2πi ինտեգրալ xi հանած z dx-ի, երբ որ xi հանած an հավասար է r-ի։ Այսինքն s r շարավորող շրջանագծով ինտեգրալը ենթադրենք։ Այսինքն այստեղ ինչ պայման ենք ընտրում, սա դիտարկում ենք n z-երի համար, որ z հանած a հեռավորությունը r-ից փոքր է, որն էլ r2-ից փոքր մեծություն է, որովհետեւ f-ը սահմանված լիներ այս շրջանագծի վրա։ Ինչ կարող ենք ասել սրա մասին։ Մենք տեսել ենք, որ ստեղ մենք ինչ անընդհատ ֆունկցիա էլ դնենք, նման ձևով սահմանված մեծությունը կլինի անալիտիկ ֆունկցիա այս դիսկի մեջ։ Եկեք նկատենք, որ եթե այս r շարավիղը փոխենք, բայց այս պայմանը պահելով, ասենք օրինակ վերցնենք մեկ ուրիշ շրջանագիծ, այստեղ ասենք r1 շարավղով ու հաշվենք մեկ ուրիշ ֆունկցիա, ըստ արդեն ոչ թե r-ի, այլ r1-ի, եթե դիտարկենք օրինակ g1 ֆունկցիան, այս նույն ձևի սահմանված, սա նույնպես կներ անալիտիկ ֆունկցիա, բայց ինչ կարող ենք ասել այս երկու ֆունկցիաների մասին, սրանց տարբերությունը ինչ կներ, սա նույնը կլներ, ինչ որ եթե այս շրջանագիծը նշանակենք C1-ով, այս մյուս կարմիրը նշանակենք C2-ով, փաստորեն սա կլներ C1 հանած C2 կորով այս ֆունկցիայի ինտեգրալի հաշվում, բայց մենք ունենք f-ը անալիտիկ ֆունկցիա է, հիմա այս կորը, որ դիտարկենք, սա ինչ կոր է, փաստորեն այս կանաչ շրջանագծի վրա պատտում ենք ժամացույցի ուղղությամբ, կարմիր շրջանագծի վրայով պատտում ենք հակառակ ուղղությամբ, այսինքն սա կլինի հոմոլոգ, ասենք այս տիրույթում, եթե դիտարկենք այս ֆունկցիան, քանի որ z-ը այս երկու շրջանագծերի ներսում էր, այսինքն եթե վերցնենք մի քիչ sense ավելի մեծ տիրույթ, որը պարունակում է այս երկու շրջանագծերը, բայց z-ը չի պարունակում, ապա մեր ինտեգրվող ֆունկցիան կլինի անալիտիկ ֆունկցիա այս տիրույթում, մի քիչ ավելի մեծ վերցնենք, z-ը չպարունակի, բայց մեր երկու շրջանագծերը պարունակի։ Այս մեր ինտեգրվող ֆունկցիան կլինի անալիտիկ այդ տիրույթում, որտեղ f-ը անալիտիկ է, իսկ իրան բաժանում ենք նման մի բանով, եթե z-ը մեր այդ նոր օղակի մեջ չլինի, խնդիր չի առաջանա։ Անալիտիկ ֆունկցիա ենք ինտեգրում ինչ որ մի շղթայի վրայով, որը հոմոլոգ է 0-ի, այս ինտեգրալը կլինի 0։ Այսինքն, ստեղից տեսնում ենք, որ իրականում այս r շարավղով կորը, որ շրջանագիծը, որ ընտրել ենք, r-ը էական չի, այս ֆունկցիայի սահմանումը կախված չի r-ից, միայն միակ կարևոր բանը այն էր, որ մեր z կետը այնպեսին լիներ, որ z-ը լիներ այս r շրջանագծով շրջանի ներսում, հա։ Նման z-երի համար այս r-ի ընտրությունը էական չի։ Այսինքն, ուրեմն այս մյուս բաները դիտարկելով ոչ մի տարբերություն չենք ստանալու։ Հիմա եկեք մեկ ուրիշ ֆունկցիա սահմանենք, որը հակառակն է անում, վերցնում է շրջանագիծ ներսից։ Այսինքն եկեք սահմանենք ուրեմն f2 ֆունկցիա, որը կլինի 1-ը բաժանած 2πi ինտեգրալ այս նույն բանը, բայց այս անգամ եկեք վերցնենք եկեք վերցնենք t շարավղով շրջանագիծ, բայց այնպիսին, որ z-ը այդ շրջանագծից դուրս է, բայց որպեսզի մեր ինտեգրալը իմաստ ունենա, տեն պետք է առնվազն r1 լինի։ Այսինքն հիմա վերցրեցինք
այստեղ մի շրջանագիծ շարավով ու էլի նման ինտեգրալ հաշվեցինք։ Ինչպես մի քիչ առաջ քննարկեցինք, այս ինտեգրալը անկախ է t-ից կամայական z-ի համար, եթե հաշվենք այս ինտեգրալը, t-ն էական դեր չի կատարում, քանի t-ն այս պայմաններին բավարարում է։ Այսինքն, եթե այս շրջանագիծը վերցնենք մի քիչ ավելի փոքրացնեի, ասենք վերցնենք կամ մի քիչ ավելի մեծացնենք, էական չի, վերցնենք այնպիսի շրջանագիծ, որը միևնույնն է z-ին չէր պարունակում, այս ինտեգրալը չէր փոխվի։ Նորից կարող ենք ասել, որ SF2Z-ը անալիտիկ ֆունկցիա է, որտեղ մենք սա սահմանում ենք այս Z-երի համար, մասնավորապես սա կարող ենք ասել, որ եթե վերցնենք կամայական Z, այնպիսին, որ Z հանած an մեծ է R1-ից, սա կլինի F2Z-ը կլինի անալիտիկ ֆունկցիա այս տիրույթում։ Այստեղ նույնպես սա կարող ենք ասել անալիտիկ է ոչ միայն այս կոնկրետ R1-ի ներսում, այլ կարող ենք սա դիտարկել որպես անալիտիկ ֆունկցիա կամայական Z-ի համար, որը այս դիսկի մեջ է, ինչու, որովհետև ինչ տենց Z էլ վերցնենք, կարող ենք վերցնել մի փոքրատար R, որը պարունակում է, այդ արշարավոր շրջանագիծը պարունակում է Z-ին ու հաշվել այս ինտեգրալը։ Ու քանի որ այս ինտեգրալը փոքրատար R-ից կախված չի, կամայական Z-ի համար, որը մեր R շարավղով շրջանագծի ներսում է, կարող ենք սա սահմանել։ Միայն թե այստեղ ավելի հարմար է այստեղ մինուս դնել, F2-ը վերցնենք ոչ թե այս ֆունկցիան, այլ սրա հակառակը։ Դա ոչ մի բան չի փոխում, ինչեւ մենք քննարկած բաների մեջ։ Հիմա եթե դիտարկենք f1z գումարած f2z ֆունկցիան, ինչ կստանանք։ Սա կլինի ինտեգրալ բայց ինչ կորի վրա, եթե վերցրել ենք, նոր նկարենք, ուրեմն ստեղ ունենք մեր R1 ու R2 շարավղով շրջանագծերը, ունենք մեր z կետը, եթե այս ֆունկցիան հաշվենք, փաստորեն սա ինչ է իրենից ներկայացնում, պետք է վերցնենք մի շրջանագիծ, որը պարունակում է z-ին, վերցնենք մեկ ուրիշ շրջանագիծ, որը z-ին չի պարունակում, երկուսն էլ ուղղակի մեջ լինեն, որպեսզի սա սահմանված լինի f-ը, ու հաշվենք s կորով f-ի ինտեգրալը։ Այսինքն սա եթե լիներ c1-ը, սա c2-ը, այստեղ կլիներ c1 գումարած c2-ով ինտեգրալը։ Բայց այս կորը, այս շղթան, որ դիտարկենք, եթե այստեղ օրինակ իրար կպցնենք ինչ-որ ձևի, կարող ենք սա դիտարկել որպես կոր, որը այսպես է պտտվում, ինտեգրալը չի փոխվի, որտեղ այս նոր ավելացրած կապույտ մասով մի անգամ մի ուղղությամբ կանցնենք, մի անգամ մյուս։ Այսինքն հիմա փաստորեն հաշվում ենք մեր ֆունկցիայի ինտեգրալը նման կորի վրայով, որը Cauchy-ի թեորեմից ելնելով հավասար է f-ի արժեքին z կետով։ Այսինքն մենք ինչ արեցինք, մենք ներկայացրեցինք մեր f ֆունկցիան երկու անալիտիկ ֆունկցիաների գումարի տեսքով, որոնցից առաջինը անալիտիկ է s դիսկում, երկրորդը անալիտիկ է s դիսկից դուրս, R1 շարավղով դիսկից դուրս։ Առաջին անալիտիկի R2 շարավղով դիսկի մեջ, երկրորդը R1 շարավղով դիսկից դուրս։ Մեր նպատակը որն էր f-ը ներկայացնել շարքի տեսքով։ Հիմա արդեն քանի որ գործ ունենք անալիտիկ
ֆունկցիայի հետ f1 կարող ենք f1-ը շարքի տեսքով ներկայացնել։ Ուրեմն f1-ը անալիտիկ է այս շրջանի մեջ, հետևաբար գոյություն ունեն ինչ որ հաստատումներ, այնպիսին, որ f1z-ը կարելի է գրել որպես գումար n հավասար է 0-ից անվերջություն an zn կարելի է հեշտությամբ ստուգել, որ իրականում an-ները լինելու են 1 բաժանած 2pi ինտեգրալ սա։ Եթե օգտվենք f1-ի բանաձևից, սրանք, այս an-ները պետք է լինեին f1-ի ածանցյալները, անգամ են ֆակտորիալ, դրանք կարելի է հաշվել նման ինտեգրալների միջոցով։ Լավ, իսկ ինչ կարող ենք անել f2-ի համար։ f2-ը անալիտիկ է այս տիրույթում։ Եկեք փոփոխականի փոփոխություն անենք, եկեք նոր փոփոխական մտցնենք, ուրեմն այնպես, որ այս տիրույթը տեղափոխենք շրջանի։ Վերցնենք z շտրիխը հավասար է 1 բաժանած z հանած a փոփոխականը։ Այդ դեպքում այս տիրույթը կդառնա z շտրիխը փոքր է 1 բաժանած r1 շրջանը։ Այստեղ z-ը հավասար կլինի a գումարած 1 բաժանած z շտրիխի։ Եկեք դիտարկենք այս նոր փոփոխականի ֆունկցիան, այսինքն j z շտրիխը թող լինի f2 a գումարած 1 բաժանած z շտրիխ։ Սա կլինի անալիտիկ այս դիսկի մեջ։ Ինչի է, եկեք մի հատ տեսնենք z շտրիխը ոնց կարող ենք ներկայացնել մեր սկզբնական f-ի միջոցով։ Սա հավասար է սրան, սա կլինի մինուս 1 բաժանած 2pi ինտեգրալ z, չէ, z չէ, սա հավասար է t-ի f սա մեր սահմանումներ։ Հիմա եկեք փոփոխականի փոփոխություն անենք, այսինքն նախ, այսինքն ուզում ենք փոխվենք, ուրեմն նոր փոփոխականի, սա թող լինի 1 փոփոխենք այսպես, սա ինչ կլինի, մինուս 1 բաժանած 2pi ինտեգրալ, սա այստեղ շտրիխ, չէ մի վարքյան, այստեղ հակառակը, սա հավասար է 1 բաժանած նույն փոփոխությունն ենք ուզում անենք, ուրեմն ինչ կունենանք, երբ որ կանենք մեր փոփոխականի փոփոխությունը, ստեղ մեր հին փոփոխականը կլինի a գումարած 1 բաժանած նոր փոփոխական, ստեղ կունենանք սա, բաժանած սրա փոխարեն կունենանք հանած a գումարած 1 բաժանած z շտրիխ, սա կլինի z մինուս
Սա, այսինքն այս մինուսները կկրճատվեն, կամ լավ եկեք, այս բանը չկրճատենք, ածանցյալի մասին ինչ կարող ենք ասել, սա հավասար է սրան, հետևաբար այստեղ ունենանք սա, այսինքն սա կլինի մինուս սրա քառակուսի եթե տեղադրենք, ինչ կունենանք, ուրեմն մինուս 1-ը բաժանած սրա քառակուսի, եթե սա պարզեցնենք, ուրեմն ինչ կմնա, ստեղ կլինի z շտրիխ, 1-ը բաժանած 2 pi, ստեղ ինտեգրման շրջանագիծը կփոխվի, երբ որ սա ինտեգրում ենք շրջանագծի ժամանցի սլայքի հակառակ ուղղությամբ, սա կլներ ժամանցի սլայքի փոփոխությունից հետո կլներ ժամանցի սլայքի ուղղությամբ, բայց ուզում ենք ժամանցի սլայքի հակառակ ուղղությամբ ինտեգրալը լինի, այսինքն երբ որ դա այդ փոփոխություն անենք, ստեղ մի հատ էլ մինուս կառաջանա, սա կդառնա պլյուս, այս մինուսները կկրճատվեն, Դες պարզեցնելուց հետո ինչ կունենանք, ինտեգրալ, հավասարը 1-ը բաժանած t, ստեղ կլինի f a գումարած 1-ը բաժանած քսի շտրիխ։ Այսինքն, եք մի հատ նորից արտագրենք, ուրեմն z շտրիխը հավասար է սրան, սա իրենից ներկայացնում է, ժեն իրենից ներկայացնում է մի անալիտիկ ֆունկցիա, այս շրջանի մեջ, հետևաբար ինքը ունի Թեյլորի շարք, ու ինքը հավասար է իր Թեյլորի շարքին։ Այսինքն, սա կարող ենք ներկայացնել որպես գումար, n-ը հավասար է 0-ից անվերջություն, bn z շտրիխ n։ Բայց եկեք նկատենք, որ այս տարի գոյության պատճառով n-ը հավասար է 0 անդամ այստեղ չենք ունենալու, բայց իրականում այս գումարը սկսելու է 1-ից։ Ու ինչի են հավասար լինելու մեր գործակիցները, bn-ները կարող ենք հաշվել հետևյալ կերպ, ինտեգրալ, արդեն այս բանաձևից օգտվելով, 1-ը բաժանած r, f a գումարած քսի շտրիխ։ Եթե հիմա նորից հետ փոխվենք մեր սկզբնական փոփոխականին, սա կդառնա ինտեգրալ, ուրեմն ստեղ կունենայինք z մնաց an հավասար է t, f z չէ, քսի, f քսի, անգամ քսի հանած i
n-1 աստիճան dx։ Այսինքն ինչ ստացանք, որ f z-ը հավասար է գումար n-ը հավասար է 1-ից անվերջություն bn z հանած i մինուս n աստիճանի, որտեղ եկեք հիշենք ինչ կապ կար z-ի ու z'-ի մեջ, z'-ը հավասար էր 1-ը բաժանած z հանած a, այսինքն այստեղ z'-ը փոխարինենք z-ով, կունենանք, որ f2z-ը հավասար է սրան։ Այսինքն ինչ ստացանք, մենք ունենք, որ fz-ը հավասար է f1z գումարած f2z, այստեղ ընջալած նոր նկատեցի, որ f1-ի մասին խոսելուց, այստեղ պետք է գրեինք ոչ թե 0 կենտրոնով, այլ a կենտրոնով, ամեն ինչը a կենտրոնով ենք անում, սա ունենք a կենտրոնը, այսինքն ունեցանք fz-ը հավասար է f1z գումարած f2z, որտեղ f1z-ը հավասար է գումար n-ը հավասար է 0-ից անվերջություն an z անած i n աստիճան, f2z-ը հավասար է գումար n-ը հավասար է 1-ից անվերջություն bn z հանած i մինուս n աստիճան, ու an-ի ու b-ի համար ունենք հետևյալ բանաձևերը, 1-ը բաժանած 2πi ինտեգրալ այստեղ n պլյուս 1 աստիճան, իսկ b-ի համար 1-ը բաժանած 2πi, սա n-ը հավասար է 0, 1, 2 և այլն, ոչ բացասական ամբողջ թվերի համար, իսկ այստեղ նույն բանը ունենք, պարզապես այս անդամը այստեղ է, բայց ու սա մեզ պետք է n հավասար է 1, 2, 3 և այլն, այս արժեքների համար, եթե c-նով նշանակենք, նկատենք, որ սրանք քիչ թե շատ նույն բաներն են, պարզապես մեկը դրական, ոնց որ եթե սա հայտարարում գրենք, կդառնան սրանք բացասական n-երը, այստեղ ունենք դրական աստիճաններ, այստեղ կունենանք բացասական աստիճաններ։ Այսինքն ընդհանուր ձևով կարելի է այսպես գրել, c-ը եթե սահմանենք որպես, ասենք, այս մեծությունը, կամայական հիմա արդեն ամբողջ n-ի համար, ապա ինչ կունենանք, որ c-ը հավասար է a-ի կամայական ոչ բացասական n-ի համար, իսկ բացասական n-երի համար սա կլինի b մինուս n-ը։ Այսինքն իրար հետ միավորելով ստանում ենք, որ fz-ը կարելի է գրել որպես գումար n-ը հավասար է մինուս անվերջությունից անվերջություն cn z հանած i n աստիճան, որտեղ ուրեմն c-ն այս գործակիցները կարելի է հաշվել այս կերպ, որտեղ r-ը էական չէ ինչ է, միայն կարևոր է, որ r-ը լինի r1-ի ու r2-ի արանքում։ Այսինքն օղակում սահմանված կամայական անալիտիկ ֆունկցիա կարելի է գրել ոչ թե Թեյլորի շարքի միջոցով, այլ նման շարքի միջոցով, սա կոչվում է Լորանի շարք։ Այսինքն մենք օգտագործում ենք ոչ միայն այստեղ դրական աստիճաններ, այլ նաև բացասական աստիճան։
Ա, Կարելի է հեշտությամբ ցույց տալ, որ նման շարքը միակն է։ Սա այն դեպքեր, երբ որ ունենք անալիտիկ ֆունկցիա օղակի մեջ։ Ա, Ենթադրենք ունենք ինչ որ մերոմորֆ ֆունկցիա։ Մենք ենթադրենք ունենք ինչ որ մի մերոմորֆ ֆունկցիա, ասենք ինչ որ մի հատ օմեգա տիրույթի մեջ։ Այս դեպքում ինչ կարող ենք ասել։ Ա, Դե քանի որ մեր f-ը մերոմոր ֆունկցիա է, կարող է ինչ որ բևեռներ ունենա։ Եթե f-ը ոչ մի բևեռ չունենա, ապա այդ դեպքը արդեն գիտենք, դա անալիտիկ դեպք է։ Կարելի է f-ը գրել Թեյլորի շարքի միջոցով։ Ա, Ամենուրեք չէ, բայց գոնե այն շրջանների մեջ, որոնք տեղավորվում են օմեգայի մեջ։ Բայց հիմա դարկում ենք մերոմորֆ ֆունկցիաներ, այսինքն կարող ենք բևեռներ ունենալ, որոնք անպայման իզոլացված են լինելու։ Ենթադրենք f-ը ունի, ասենք բևեռ z0 կետը, որը անպայման կլինի իզոլացված։ Հիմա եթե դիտարկենք այս z0 կետի շուրջը, ինչ որ բավականաչափ փոքր դիսկ որ վերցնենք, սա ամբողջությամբ կլինի մեր օմեգայի մեջ, այսինքն այս դիսկում, այս շրջանում բացի z0 կետից մենք կունենանք անալիտիկ ֆունկցիա։ Բացի z0 կետից։ Հետևաբար f-ը ըստ վերևի քննարկածի կունենա Լորանի շարք, որ կարող ենք f-ը ներկայացնել որպես Լորանի շարք z0 կենտրոնով։ Իրականում ավելին կարող ենք ասել, որտեղ մենք գիտենք, թե f-ը ոնց է իրեն պահում բևեռներում, կարող ենք ավելին ասել, կարող ենք ասել, որ գոյություն ունի մի հատ բազմանդամ, որ f-ը կարող ենք գրել այդ բազմանդամը հաշվել z հանած z0 կետում, ու եթե այս մասը հանենք, սա ոնց որ եզակի մասն էր f-ի z0 կետում, եթե այս եզակի մասը հանենք, ու որ բևեռներում եզակի մասը միշտ բազմանդամի տեսք ունի, այս մեծությունից, կմնա սա մի անալիտիկ ֆունկցիա, որն էլ կարող ենք գրել Թեյլորի շարքի տեսքով։ Այսինքն այս բազմանդամը եթե դիտարկենք, սա փաստորեն ինչ էր, սա f-ի եզակի մասն էր z0 կետում։ Եթե սա դիտարկենք որպես z-ից ֆունկցիա, սա կլինի անալիտիկ ֆունկցիա, ամենուրեք, բացի z0 կետից։ Հիմա եթե ունենայինք մի ֆունկցիա f, որը ունենար ընդամենը սահմանափակ քանակի բևեռներ, ասենք, եթե f-ը ունի բևեռներ միայն, ասենք z1-ից zn կետերում, ապա ինչ կարող ենք անել։ Կարող ենք այդ բոլոր կետերի եզակի մասերը հանել, այսինքն կարող ենք f-ը գրել ինչ որ մի, ասենք, z1-ում եզակի մաս գումարած մի հատ ֆունկցիա, որը անալիտիկ է z1 կետում, f-ը գրենք որպես z2 կետում եզակի մաս գումարած
մի ֆունկցիա, որ անալիտիկ է z2 կետում եւ այլն։ Ամ, Հիմա եթե f-ից հանենք այս բոլոր եզակի մասերը, եթե դիտարկենք f-ից հանած գումար in հավասար է 1-ից n p j գնանք j 1-ը բաժանած z հանած z-ջի, ապա ստեղ կունենայինք մի ֆունկցիա, որը կլներ անալիտիկ ամբողջ օմեգայում։ Այսինքն բոլոր կետերի համար եզակի մասերը հանած կլինենք բոլոր բևեռների համար։ Այսինքն f-ը բացառիկ կարող ենք գրել որպես եզակի մասերի գումարած մի անալիտիկ ֆունկցիա։ Այս եզակի մասերն են, ինչ են իրանից ներկայացնում, սրանք բազմանդամներ են։ Ու սա էլ կարողանանք Թեյլորի շարքի տեսքով ներկայացնել, եթե ուզում ենք։ Այսինքն կարողանում ենք ամբողջ եզակի մասը առանձնացնել։ Բայց այստեղ խնդիր կառաջանա, եթե մենք ունենանք ոչ թե վերջավոր քանակի բևեռ, այլ անվերջ քանակի բևեռ։ Բայց խնդիրը ինչում կլինի, այստեղ կունենանք գումար, անվերջ գումար կլինի, այդտեղ հարցեր է առաջանում, իսկ արդյոք այս անվերջ գումարը կլինի կզուգամիտի կամ այս անվերջ գումարը հանելուց հետո արդյոք այստեղ կմնա անալիտիկ ֆունկցիա։ Պարզվում է, որ սա միշտ չի, որ այս գումարը կզուգամիտի, բայց կարելի է իրան մի փոքր փոփոխել ու սա լինի զուգամիտող ու այստեղ միևնույնն է մնա անալիտիկ ֆունկցիա։ Սա Միտագ-Լեֆլերի թեորեմն է։ Որը ասում է հետևյալը, եթե ունենք մի մերոմորֆ ֆունկցիա, ասենք ամբողջ բարդության մեջ, որը ունի բևեռներ, ասենք BK կետերում, ու այս կետերում եզակի մասերը, գիտենք արդեն, որ եզակի մասերը ունելու են բազմանդամներ, բազմանդամները նշանակենք BK-ով, BK Z հանած BK եզակի մասն է BK կետում, որտեղ BK-ն ինչ-որ մի բազմանդամ է, ապա գոյություն ունեն ինչ-որ բազմանդամներ, և մի լրիվ ֆունկցիա, որ անալիտիկ է ամբողջ կոմպլեքս բարդության մեջ, այնպիսին, որ մեր FZ-ը կարելի է գրել հետևյալ տեսքով, գումար ըստ բոլոր կայերի, եզակի մասերի գումար, պարզապես, եթե ընդամենը այսպես գրեինք, այս եզակի մասերը ընդհանուր առմամբ կարող են չզուգամիտել, այս գումարը կարող է չզուգամիտել, դրա համար սրանց մեջ ինչ-որ ճշգրտում ենք մտցնում, որոնք ընդամենը ինչ-որ բազմանդամներ են, սրանք ինչ-որ բազմանդամներ։ Այսինքն, իրականում, այս Q-երի միակ իմաստը նա է, որ սա զուգամիտող շարք լինի։ Մասնավորապես, եթե
Q-երը, եթե բևեռների քանակը լինի վերջավոր, սրանց կարիքը ընդհանրապես չի լինի, ինչպես վերևում տեսա։ Ա, Ավելին կարող ենք ասել, ուրեմն, ինչ բեկակետերի հաջորդականություններ վերցնենք, որոնք չունեն կուտակման կետեր, այսինքն որոնք ձգտում են անվերջության, ու ինչ բազմանդամեր էլ վերցնենք, գոյություն ունի մերոմոր ֆունկցիա, որը ունի բևեռներ հենց այս կետերում ու որի եզակի մասերը այս կետերում տրված են այս բազմանդամներով։ Այդ նման ֆունկցիան կարելի է գրել այս տեսքով։ Ուրեմն, նորից նշեմ, որ այս Q-երի միակ նպատակը դա այն է, որ այս շարքը զուգամիտ է։ Բացույց։ Գլխավոր միտքը այն է, որ Q-երը այնպես ընտրենք, որ ունենանք հավասարաչափ զուգամիտություն։ Այսինքն միտքը դա է։ Միտքը այն է, որ ընտրենք Q-երը այնպես, որ գումարը լինի հավասարաչափ զուգամիտող։ Կոմպակտ ենթաբազմությունների վրա։ Առանց ընդհանրությունը խախտելու կարելի ենք ենթադրել, որ բեկարներից ոչ մեկը 0 չի, դա ոչ մի բան չի փոխում։ Պարզապես այդ հաջորդ բանը մի քիչ բարձրացնում է։ Ուրեմն, եթե դիտարկենք այս բազմանդամը, BK բազմանդամը հաշված 1-ը բաժանած Z հանած BK կետում, սա անալիտիկ ֆունկցիա է։ Եթե դիտարկենք իրան որպես Z-ից ֆունկցիա, BK շարժող շրջանի մեջ։ Հետևաբար ինքը ունի Թեյլորի շարք։ Եկեք QK-ով նշանակենք NK աստիճանի Թեյլորի բազմանդամը։ Ինչ կարող ենք ասել այս PK-ի ու QK-ի մասին։ Եթե դիտարկենք PK-ն, ապա այս QK-երը, երբ որ կան բավական ինչքան մեծ վերցնենք, այնքան ավելի լավ կմոտարկեն մեր PK-երին։ Մասնավորապես, եթե տարբերությունը վերցնենք, ինչ կարող ենք ասել, սա փոքր կամ լինելու, ինչ որ մի հաստատում, անգամ, սա պարզապես, եթե սա գրենք որպես Թեյլորի բազմանդամ, գումարած նման բանաձև ունենք, որ սա կարելի է գրել, գումարած ինչ որ մնացորդը կարելի է վերևից այսպես գնահատել։ Հիմա եթե Z-ը մոտենա BK-ին, այս մոտարկումը բնականաբար այդքան էլ լավ չի, բայց եթե Z-ին հեռու պահենք BK-ից, օրինակ եթե վերցնենք Z-ը փոքր կամ հավասար լինի, ասենք BK 4-ից, ապա սա կլինի շատ լավ մոտարկում։ Մասնավորապես, հիմա եթե վերցրել ենք կոնկրետ մի Z կետ, ասենք մենք սա 0-ն էր, վերցնենք կոնկրետ մի Z կետ, եթե վերցնենք ինչ որ մի բավականաչափ մեծ շրջանագիծ, ապա այն բոլոր B-երը, որոնք այս շրջանագծից դուրս են, իսկ այս շրջանի մեջ կունենանք ընդհանրապես այստեղ կունենանք ընդհանրապես վերջավոր քանակի B-եր, որովհետև մեր բևեռները
պետք է անպայման լինեն իզոլացված։ Ա, Այսինքն, եթե այս շրջանակի շարժումը բավականաչափ մեծ վերցնենք, այս շրջանակից դուրս բոլոր բերերի համար կունենք այս անհավասարությունը, այսինքն մեր ֆիքսված z-ի համար, ա, հիմա կունենանք այս անհավասարությունը, որը ինչքան n-կան մեծ վերցնենք, այնքան արագ կնվազի։ Մասնավորապես, եթե վերցնենք մեր n-կայերը այնպես, որ իրանք աճ են, բավականաչափ արագ, ապա եթե վերցնենք սրանց գումարը, սա կարող ենք դարձնել զուգամիտող գումար կամայական z-ի համար։ Եթե այս n-կայերը բավականաչափ արագ աճեն, ապա այս գումարը կարող ենք դարձնել զուգամիտող հավասարաչափ ձևով կամայական կոմպակտ բազմության համար, կամայական օրինակ շրջանի համար, արշարավոր շրջանի համար։ Բնականաբար բացի բեկա կետերից, այս բեկա կետերում, այստեղ բնականաբար բեկա կետերը խնդիր չեն առաջացնում, բայց այս կողմը բեկա կետերում մեր ֆունկցիան սահմանված չի։ Այսինքն հետևաբար այս գումարը կլինի հավասարաչափ զուգամիտող կամայական դիսկում, կամայական շրջանի մեջ։ Բացի բեկա կետեր։ Այս n-կայերի ընտրությունը ինչից է կախված։ Այս մեր b-կայերը գնում են անվերջության, բայց կախված նրանից, թե ինչքան արագ են անվերջության գնում, դրանից կախված այս n-կայերը ավելի արագ հարկ կլինի, ավելի արագ աճող հաջորդականություն հարկ կլինի վերցնել, որովհետեւ այս գումարը զուգամիտ է տարբեր կայեր։ Բայց եթե դիտարկենք այս ֆունկցիան fz-ից հանած գումար կան հավասար է 1-ից m pk 1-ը բաժանած z հանած pk հանած qkz, սա կլինի անալիտիկ բոլոր կետերում բացի այս կետերից, որտեղ կա k m, այսինքն եթե սա նշանակենք ժմ-ով, այսինքն կարող ենք վերցնել սենց իրարից կարող ենք վերցնել սենց մեծացող տիրույթների հաջորդականություն, որոնց միավորումը կտա ամբողջ հարթությունը, այդ տիրույթների վրա ունենք սահմանված անալիտիկ ֆունկցիաների հաջորդականություն, ըստ Վայերշտրասի թեորեմի, կունենանք, որ երբ որ m-ը ձգտում է անվերջության, այս ֆունկցիաները կձգտեն ու սրանք ունեն սահման, հավասարաչափ զուգամիտող ֆունկցիաների հաջորդականություն է, որն է սրանց սահմանը fz-ից հանած ստեղած անվերջ գումար սահման է, այսինքն առանց Վայերշտրասի մենք կարող ենք ասել, որ վերևի քննարկումից ելնելով կարող ենք ասել, որ ժմ-z-երը զուգամիտում են հավասարաչափ ձևով եթե անտեսենք այս զուգամիտում են հավասարաչափ ձևով, ուրեմն այս ֆունկցիայի գումար կան հավասար է 1-ից անվերջություն pk 1-ը բաժանած z հանած pk հանած qkz գումարի, բայց Վայերշտրասի թեորեմով հետևաբար կարող ենք ասել, որ այս ֆունկցիան անալիտիկ ֆունկցիա է։ Այսինքն f-ը կարող ենք գրել սրա
ու սրա գումարի տեսքով։ Եթե սա անվանենք ЖZ-ով, ստացանք, որ FZ-ը հավասար է գումար կան հավասար է 1-ից անվերջություն, PK 1-ը բաժանած Z հանած BK հանած QKZ գումարած ЖZ։ Մեր թեորեմոների երկրորդ մաս, որը ասում է, որ եթե սկսենք BK-ներով ու PK-ներով, ապա կարող ենք մի անալիտիկ ֆունկցիա կառուցել, որը ունենա բևեռներ այդ կետերում, այդ եզակի մասերով, PK կետերում բևեռներ ունենա PK եզակի մասերով, բայց ստեղից երևում է, որ եթե վերցնենք այս մասը, դա կունենա հենց այդ հատկություն։ Եկեք մի օրինակ դիտարկենք։ Ուզում ենք վերցնենք ինչ-որ մի ֆունկցիա, որը ունի անվերջատ բևեռ, ու փորձենք գրել նման շարքի միջոցով։ Այսինքն փորձենք այդ ֆունկցիայի եզակի մասերի առանձնացնենք։ Օրինակ վերցնենք fz-ը հավասար է 1-ը բաժանած սինուս քառակուսի z ֆունկցիան, այստեղ պարզապես ամենուրեք pi-եր չունենալու համար ավելի հարմար է այստեղ վերցնենք սինուս քառակուսի pz, այստեղ վերցնենք pi քառակուսի։ Նկարը այդ pi-երը շատ բան չեն փոխում։ Որտեղ են այս ֆունկցիաների բևեռները, կամայական z ամբողջ թիվ կլինի այս ֆունկցիայի բևեռ։ Ու որոնք կլինեն այդ բևեռների կարգերը, եթե վերցնենք սինուս pz ֆունկցիան, ամեն ամբողջ z-ի համար սա ունի 0, որի կարգը 1 է, եթե ունենք քառակուսի, կարգը կլինի 0-ի 2, այսինքն սա կունենա բևեռներ, որոնք կլինեն երկրորդ կարգի, բոլոր ամբողջ կետերը։ Եթե վերցնենք z հավասար 0 կետը, օրինակ, որն է այս ֆունկցիայի եզակի մասը, հեշտ կարելի է ստուգել, որ այս ֆունկցիայի եզակի մասը 1 բաժան z քառակուսին է։ Եթե դիտարկենք pi քառակուսի բաժանած սինուս քառակուսի pz հանած 1 բաժանած z քառակուսի ֆունկցիան, սա կլինի անալիտիկ 0 կետում։ Հիմա այստեղից եթե z-ը փոխարինենք z հանած n-ով, ինչ կունենանք? Կունենանք pi քառակուսի բաժանած սինուս քառակուսի pi անգամ z հանած n-ը, հանած 1 բաժանած z հանած n քառակուսին, սա էլ կլինի անալիտիկ n կետում։ Բայց քանի որ սինուսը պարբերություն ունի, pi պարբերություն ունի, այստեղ այս n անգամ pi-ն ոչ մի բան չի անում իրականում, այսինքն ունեցանք, որ սինուս pi քառակուսի բաժանած սինուս քառակուսի pz հանած 1 բաժանած z հանած n քառակուսին, սա անալիտիկ է n կետում։ Այսինքն ստացանք, որ այս ֆունկցիայի եզակի մասը n կետում հենց սա է։ Այսինքն եթե վերցնենք մեր pi քառակուսի բաժանած սինուս քառակուսի pz ֆունկցիայի եզակի մասը n կետում կլինի 1 բաժանած z հանած n քառակուսի։ Հիմա Միթագ-Լեֆլերի թեորեմը ինչ էր ասում, ասում էր, եթե վերցնենք այս եզակի մասերի գումարը, բայց ստեղ սրանք մոտարկենք, սրանից հանենք իրանց Թեյլորի բազմանդամները ինչ որ աստիճանների, այնպես որ ունենանք հավասարաչափ զուգամիտող շարք, կկարողանանք մեր սկզբնական ֆունկցիան գրել
այս տեսքով։ Գումարած ինչ որ մի անալիտիկ ֆունկցիա։ Բայց եկեք նկատենք, որ այս դեպքում իրականում այս Taylor-ի բազմանդամների կարիքը չունենք, այսինքն Q-երի կարիքը չունենք, որովհետև այս շարքը հենց ինքն իրեն արդեն զուգամիտում է։ Համարական կոմպակտ ենթաբազմության համար։ Այսինքն Q-երի կարիքը չունենք ու մեր ֆունկցիան կարող են գրել գումար, n-ը հավասար է մինուս անվերջությունից անվերջություն, 1-ը բաժանած z հանած n-ի քառակուսի, գումարած ինչ որ մի հատ gz ֆունկցիա, որը կլինի լրիվ։ Լավ, իսկ ինչ կարող ենք ասել այս gz-ի մասին, եկեք ցույց տանք, որ այս gz-ը մեր դեպքում դա պարզապես 0 ֆունկցիան է։ Քանի որ ինքը անալիտիկ է ամենուրեք, բավական է ցույց տալ, որ ինքը սահմանափակ է։ Որտեղ մենք տեսել ենք, որ միակ սահմանափակ ֆունկցիան, որը անալիտիկ է ամենուրեք, դա հաստատուն ֆունկցիան է։ Մենք իմանանք, որ սա հաստատուն է, հետո էլ փորձենք հաշվենք, թե ինչ հաստատուն է։ Նկատենք, որ այս ֆունկցիան պարբերություն ունի, մեկ պարբերությամբ ունեցող ֆունկցիա է, այսինքն այս ֆունկցիայի արժեքները կոմպլեքս հարթության մեջ, եթե ունենք այս տիրույթում, այս շերտի մեջ, ապա ունենք ֆունկցիայի արժեքները մնացած բոլոր շերտերի մեջ, որտեղ կրկնվում է։ Հետևաբար, որպեսզի ցույց տանք, որ սա սահմանափակ է, բավական է ցույց տալ, որ այս տիրույթում ինքը սահմանափակ է։ Որտեղ այս երկու ֆունկցիան էլ պարբերություններ ունեն, երկուսի պարբերությունն էլ, այսինքն սա էլ մեկ պարբերությունն է, սա էլ մեկ պարբերությունն է, որ այս տարբերությունը հաշվենք, կունենանք, որ ժ-ն էլ մեկ պարբերություն ունի։ Այսինքն իրական մասը z-ի, եթե 0-ից 1 արանքում է, եթե ցույց տանք, որ այդ մասում ինքը սահմանափակ է, ապա կունենանք, որ ինքը սահմանափակ է։ Հիմա արդեն, այսինքն մենք դիտարկում ենք իրան միայն այս շերտի մեջ, եթե վերցնենք ինչ-որ շերտի վերջավոր մաս, բնականաբար ինքը սահմանափակ է լինելու, այսինքն ամբողջ հարցը նրանում է, թե ինչպես է իրեն դրսևորում, երբ որ հեռանում ենք, երբ որ գնում ենք անվերջության։ Այսինքն մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում gz-ի հետ, երբ որ z-ի կեղծ մասը, իրական մասը 0-ից 1 է, բայց կեղծ մասը ձգտում է անվերջության։ Երբ որ y-ը ձգտում է անվերջության, երբ իրական մասը 0-ից 1։ Եթե z-ը գրենք x պլյուս y տեսքով, ինչ կարող ենք ասել սինուս քառակուսի π z-ի բացարձակ արժեքի մասին։ Սա ինչ է նշանակում, սա նշանակում է սինուս π z անգամ սինուս π z-ի համալուծ։ Սա կարող են գրել y i π z ըստ սինուսի սահմանման հանած 2i անգամ y մինուս i π z հանած y i
PZ լուծ բաժանած մինուս 2i։ Փակագծերը բացել պարզեցնելով, ստեղ հեշտությամբ կարելի է տեսնել, որ սա հավասար է մինուս 2πy գումարած i2πy հանած 1-ը բաժանած i մինուս 2i(px) գումարած i 2i(px)։ Այս մասը մենակ x-ից է կախված, մենակ իրական մասից է կախված, ինչ որ հաստատ սահմանափակ մեծություն է, անկախ նրանից, թե իրական մասը ինչ է։ Իսկ այս մասը հեշտությամբ տեսնում ենք, որ ձգտում է անվերջությամբ, հավասար երբ որ y-ը ձգտում է անվերջությամբ։ Անկախ նրանից, թե y-ը ձգտում է պլյուս անվերջության, թե մինուս անվերջության, որտեղ համես մասը ունենք, համես։ Այսինքն տեսնում ենք, որ սինուս քառակուսի պիզետի բացարձակ արժեքը ձգտում է անվերջության, հավասարաչափ իրական մասից կախված չի լինելու, երբ y-ը ձգտում է անվերջության։ Այսինքն պի քառակուսի բաժանած սինուս քառակուսի պիզետը կձգտի 0-ի։ Հիմա եթե դիտարկենք այս գումարը, մենք գիտենք, որ սա հավասարաչափ, այսինքն տեսնում ենք, որ սա հավասարաչափ զուգամետող շարք է, ու հեշտությամբ կարող ենք ստուգել, որ երբ որ y-ը գնում է անվերջության, կամայական կոնկրետ ֆիքսված իրական մասի համար, որ y-ը գնում է անվերջության, սա ձգտում է նույնպես 0-ի։ Այսինքն ստեղից ստացանք, որ ժ-ն իրականում ձգտում է 0-ի հավասարաչափ, երբ y-ը ձգտում է անվերջության։ Հետևաբար ժ-ն սահմանափակ ֆունկցիա է, հետևաբար ժ-ն հաստատուն է, իսկ քանի որ ձգտում է 0-ի, հաստատունը հավասար է 0-ի։ Այսինքն ստացանք, որ պի քառակուսի բաժանած սինուս քառակուսի pz ֆունկցիան ինքը այս ֆունկցիան կարելի է գրել իր բևեռների եզակի մասերի գումարի տեսքով։ Այս օրինակի մեջ այստեղ Q-երի կարիքը չունեցանք, այստեղ ճշգրտում մտցնելու կարիք չունեցանք, բայց օրինակ եթե դիտարկենք կոտանգենս ֆունկցիան, էլի p-եր կտեղադրենք, որպեսզի ամենուրեք p-եր չունենանք, նկատենք, որ այս ֆունկցիան, սա որտեղ ունի բևեռներ, սա էլի ամբողջ կետերում բևեռներ ունի, եթե z-ը ամբողջ թիվ լինի, ապա ունենանք բևեռ, նկատենք, որ սրահացանցյալը մինուս պի քառակուսի սինուս քառակուսի pz-ի է հավասար, այսինքն սա կարող ենք գրել որպես գումար n-ը հավասար է մինուս անվերջությունից անվերջություն 1-ը բաժանած z հանած n-ի քառակուսի։ Այստեղից կարելի է կարելի է գուշակել, որ ունենալու ենք ինտեգրելով աջ մասը, որ ունենանք 1-ը բաժանած z հանած n գումարած ինչ-որ մի հաստատուն։
Սրանք իրականում եզակի մասերն են, մեր պի կոտանգենս պի z ֆունկցիայի եզակի մասերն են, բևեռները ամբողջ թվերն են, սա բևեռներում եզակի մասերն են, պարզապես այս գումարը զուգամիտող գումար չի։ Այսինքն Միտագ-Լեֆլերի թեորեմի ապացույցին եթե հետևենք, այստեղ պետք է ճշգրտումներ մտցնենք այս գումարի մեջ, որպեսզի ունենանք զուգամիտող գումար։ Այս դեպքում, այսինքն ինչ պետք է անենք, պետք է հանենք այս ֆունկցիայի Թեյլորի բազմանդամները ինչ որ աստիճաններով, այնպես որ մնացած շարքը լինի զուգամիտող։ Այս դեպքում բարձվում է, այսինքն պետք է sense բան դիտարկենք, մեկը բաժանած z հանածենից հանած q է, որտեղ սրանք ինչ որ Թեյլորի բազմանդամներ են։ Այստեղ ինչ որ մի կարգի, հա։ Կարգը այնպես պետք է ընտրվի, որ ինչքան կարգը այստեղ մեծ վերցնենք, այնքան այս տարբերությունը փոքր կլինի, որտեղ այնքան այս q-ն այս մեկը բաժանած z հանած n-ին լավ կմոտարկի, տարբերությունը փոքր կլինի, եթե բավականաչափ մեծ վերցնենք, ապա այս գումարը կարող ենք դարձնել զուգամիտող գումար։ Այս դեպքում պարզվում է, որ ընդամենը առաջի անդամը վերցնելը բավական է, Թեյլորի շարքի առաջի անդամը, այսինքն այստեղ վերցնում ենք սա 0 կետի շուրջ Թեյլորի շարքը, կոնկրետ այս դեպքում Q-ը կլինի -1/3 ու դա բավական է լինում։ Այսինքն եթե դիտարկենք գումար n-ը հավասար է մինուս անվերջությունից անվերջություն 1-ը բաժանած z հանած n-ից հանած -1/3, այսինքն գումարած 1/3, սա իրանից ինչ է ներկայացնում։ Դե n-ը հավասար է 0 դեպքում սա չենք կարող անել, հիշում եք, եթե Միտագ-Լեֆլերի ապացույցի մեջ ենթադրեցինք, որ 0-ն բևեռ չի, որովհետև նման բան փորձենք անենք, խնդիր է առաջանում, դե դա առանձնացնենք 0 բևեռը։ Հիմա այստեղ ինչ ունենք։ Այստեղ ունենք գումար n-ը հավասար չէ 0-ի z-ը բաժանած n անգամ z հանած n։ Ու սա համեմատելի է գումար 1 բաժանած կամայական z-ի համար ֆիքսված, սա համեմատելի է գումար 1 բաժանած n քառակուսի շարքի հետ, որը զուգամիտում է։ Այսինքն սա կարելի է ցույց տալ, որ կամայական կոմպակտ բազմության համար սա զուգամիտող շարք կլինի, եթե խուսափենք ամբողջ թվերից։ Այսինքն ստացանք, որ պի կոտանգենս պի z-ը լինելու է 1 բաժանած z, գումարած գումար n-ը հավասար չէ 0-ի, մեկը բաժանած z հանած n, գումարած 1/3։ Գումարած ինչ որ մի հաստատուն։ Ինչի ինչ որ մի հաստատուն, որովհետև ստեղ ընդամենը հաստատուններ էինք ավելացրել։ Իսկ ինչի է հավասար այս հաստատունը։ Եկեք ստեղ n ու -n տարերը իրար հետ եթե միացնենք, այսինքն սա կարող ենք գրել գումար 1 բաժանած z գումար n հավասար է 1-ից անվերջություն, 1 բաժանած z հանած n գումարած 1/3, գումարած 1 բաժանած z գումարած n, գումարած 1 բաժանած -n, լինի 1 բաժանած z գումարած գումար n հավասար է 1-ից անվերջություն, սրանք կրճատվում են, մնում է 2z բաժանած z քառակուսի հանած n քառակուսի, այստեղ ունենք գումարած ինչ որ մի հաստատուն։ Այս եկեք նկատենք, որ սա կենտ ֆունկցիա է, սա էլ է կենտ ֆունկցիա, հետևաբար սա պետք է լինի կենտ ֆունկցիա, հետևաբար ինքը հավասար է 0-ի։
Այսինքն ստացանք, որ π կոտանգենս πz-ը կարող ենք գրել 1-ը բաժանած z գումարած n-ը հավասար է չ0-ի 1-ը բաժանած z հանած n գումարած 1n-րդ կամ նա ինչ որ n-ը հավասար է 1-ից անվերջություն 2z բաժանած z քառակուսի հանած n քառակուսի։ Այսինքն այս դեպքում ոնց որ իմաստով սա ինչ է իրանից ներկայացնում, այս ֆունկցիան ուներ բևեռներ բոլոր ամբողջ կետերում, բևեռներում հաշվեցինք եզակի մասերը, 0 կետում սա էր եզակի մասը, n կետում սա էր եզակի մասը, մեր ֆունկցիայից առանձնացրեցինք եզակի մասերը, պարզապես այստեղ ճշգրտում պետք է մտցնեինք, որպեսզի այս եզակի մասերի գումարը լիներ զուգամիտող շարք։ Բաստորեն, այս պայն ինչով էինք զբաղված, ինչ էինք անում, կարելի ասել ընդհանրացնում էինք հետևյալ միտքը, հետևյալ ներկայացումը, եթե ունենք ինչ-որ մի հատ ռացիոնալ ֆունկցիա, բազմանդամների քանորդ, սա միշտ կարող ենք գրել ոնց որ մասնակի կոտորակների տեսքով, կարող ենք առանձնացնել ու գրել գումար ինչ-որ t բաժանած z հանած այս տեսքով, այստեղ Q-ն կարող է ունենալ 0-ներ, Q-ն կունենա 0-ներ, եթե հաստատուն չի, որոնք կլինեն այս ֆունկցիայի բևեռները ու նման ֆունկցիան կարելի է միշտ ներկայացնել այս տեսքով։ Այստեղ կայրը մի մասը կլինի նաև դրական, այստեղ կլինի գումարած բազմանդամ։ Սա ըստ ոնց որ բևեռների ներկայացումն է, այսինքն մասնակի կոտորակների տեսքով։ Բայց ռացիոնալ ֆունկցիան կարելի է նաև մեկ ուրիշ տեսքով ներկայացնել։ Կարելի է ներկայացնել 0-ների ու ոնց որ բևեռների միջոցով։ Հաջորդ անգամ կդիտարկենք, թե ինչպես մերոմորֆ ֆունկցիաների համար կարող ենք նաև իրենց ներկայացնել նման տեսքով։ Այսինքն այսօր մերոմորֆ ֆունկցիաները ներկայացրեցինք այս տեսքով, որ բևեռների մասը առանձնացրեցինք, այստեղ կարող ենք ասել, եթե կայրը միայն դրական բաներ դիտարկենք, այստեղ կլինի գումարած ինչ-որ մի հատ բազմանդամ, եթե կայրը միայն դրական դիտարկենք, մերոմորֆ ֆունկցիայի դեպքում ունեցանք եզակի մասը գումարած ինչ-որ մի անալիտիկ ֆունկցիա, հաջորդ անգամ կքննարկենք նման ներկայացում մերոմորֆ ֆունկցիաների համար։